Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ կրկին շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն թատրոնի հետ։ Եվ իհարկե թատեր աշխարհում ենք մնում։ Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայանում է թատերական ծրագրով։ Ապրիլի 22-ին կկայանա ՆԵՍԿՕ-ի Զառանցանք երկուսով ներկայացման պրեմիերան։ Զառանցանք երկուսով ներկայացումը բացահայտում է սիրո, պատերազմի եւ մարդկային հարաբերությունների աբսուրդային հակասությունները, հիշեցնելով, որ միայն սերը կարող է հաղթել թե ներքին եւ թե արտաքին պայքարներում։ Եվ այսօր մեր տաղավարում են Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, բեմադրող ռեժիսոր Վահագն Սաղաթելյանը եւ դերասանուհի Կատրին Գրիգորյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ ենք անչափ։ Շատ կարևոր տոն է բոլորիս համար սա։ Ես ուրախ եմ, որ գտնում եմ ձեր գեղեցիկ տաղավարում, գեղեցիկ մարդկանց հետ, հրաշալի օրը սկսել գեղեցիկ մարդկանց հետ։ Ներկայացման հետ կապված կարող եմ նշել, որ ներկայացումը իր մեջ պարունակում է այսօրը, վաղը ու մյուս օրը, այսինքն ամեն ինչը մարդկանց հետ կապված ու մարդկանց բախումը թե պատերազմի, թե աշխարհի հետ։ Մենք փորձել ենք լուծումով տալ հենց այդ դեղամիջոցը այսօրը հաղթելու համար։ Սա դիպլոմային աշխատանք է։ Իհարկե, դիպլոմային 4-րդ կուրսի դիպլոմային աշխատանք, ես սովորում եմ Նարինե Գրիգորյանի արվեստանոցում։ Դիպլոմային աշխատանք է, իհարկե, այս ներկայացումը սկսեմ մի քիչ սկզբից, փակագծերը բացեմ։ Աբսուրդ ժանրը սկսել եմ ուսումնասիրել մեր նախկին լուսահոգի վարպետի շնորհիվ, Հրաչյա Ղազարյան, ժողովրդական արտիստ։ Աբսուրդ ժանրի մեջ գտնելով գեղեցիկ լուծումներ, փորձել եմ ցույց տալ այս ներկայացումով, իհարկե այն ճանապարհը, որը կտանի հաղթանակի։ Դե թույլ տամ այդպես ասել, ապրիլի 22-ին ձեզ ենք հրավիրում անպայման մեր պրեմիերային, որպեսզի տեսնեք մեր ներկայացումը, մեր աշխատանքները, չգիտեմ, մի քիչ կազմի խոսեմ։ Եվ դերասանու ընտրությունը ոնց։ Դերասանուհու համար պայքարել եմ 1 տարի, քանի որ նա հիմա արդեն 3-րդ կուրսում է։ Երկրորդ կուրսում ուզում էի բեմադրել Ռոմեո ու Ջուլիետը Շեքսպիրի, ուզում էի հենց Ջուլիետան լիներ Կատրինը։ Իսկ Ռոմեոն դուք։ Չէ, Ռոմեոն ոչ, Ռոմեոն կար։ Մեր մյուս դերակատարը Արամը։ Ուզում էինք հենց այդպես անեն, քանի որ չդարձավ ինչ որ X պատճառներով, հենց այս ներկայացումը, որ ցանկացա բեմադրել, մի անգամից առանց ինչ որ բաների, Կատրին ուզում եմ քո հետ բեմադրեմ, առանց խնդրի նույնը Արամը, մեր մյուս դերակատարը։ Իդեպ բարևում ենք Արամին։ Կատրին։ Այո։ Ներկայացման մասին ինչ կասեք դուք։ Դե քանի որ ՅՈՆԵՍԿՕ-ն ինքը աբսուրդի թատրոնի հիմնադիրներից է, ստեղծագործությունը ինքնին շատ բարդ եւ շատ բարդ ընկալելի է հանդիսատեսի նաեւ մեզ համար։ Սկզբում անսահման բարդ էր, բայց մենք շատ երկար ժամանակ տրամադրեցինք պիեսը վերլուծելու, կերպարները գտնելու եւ իմ կարծիքով որ ստացվել է։ Ստացվել է, շատ լավ, իհարկե ստացվել է եւ դա դրա ապացույցը արդեն կլինի 22-ին։ Հիմա հասկանանք, թե թատրոնի հանդեպ մեծ սերը որտեղից սկսվեց, երբ սկսվեց, ինչը հանդիսացավ այդ կայացնու պատճառը։ Ինչպես սկսվեց։ Ես որպես ջենտլմեն խոսքը կգամ։ Կատրին։ Լավ։ Ես իրականում փոքրուց եմ սիրել թատրոնը։ Ինձ մայրիկս է տարել թատրոն եւ ընդունել թատերական ստուդիա։ Սովորել եմ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի թատերական ստուդիայում 2 տարի, այնուհետև խաղացել եմ այնտեղ ներկայացումներում, փոքրիկ դերերով եւ թատրոնը ինձ ուղղորդեց դեպի թատերական ինստիտուտ։ Մեծ ոգևորությամբ ընդունվել եմ, մեծ ոգևորությամբ սովորում եմ, ընդհանրապես դժգոհություններ չունեմ։ Շատ մեծ սիրով գնում եմ դասի, շատ մեծ սիրով գնում եմ փորձերի։ Չգիտեմ, թատրոնը, այո, Վահագի մոտ եւ ոչ միայն։ Թատրոնը, չգիտեմ, կյանք է ինձ համար։ Այո։ Եվ դուք։ Ես, քանի որ ծնունդով Արցախից եմ, հենց Մարտակերտ քաղաքից, մեզ մոտ ունենք մշակույթի տուն, այցելել եմ այնտեղ պարապմունքների եւ այլն փոքրիկ դերեր իհարկե, եղել եմ նաեւ հաղորդավար մշակույթի տանը, իդեպ, այո։ Ինչ որ միջոցառումներ փոքր մեծ, այդտեղից էլ հենց սկսել է սերը դեպ թատրոն ու իհարկե թատրոնը չէի սիրի, եթե մեր
ելի եմ կրկնում, մեր կուրսի ղեկավարը իմ վարպետը չլիներ Հրաչյա Ղազարյանը, անսահման շատ ու լուսավոր մարդ էր, տարիքից զատ, որովհետև տարիքով էր, բայց մեզանից ջահել էր մտածում ու իրոք այդ ցանկությունը թատրոնի հետ կապված իմ մեջ sense լույս արթնացրեց, որ ես պետք է զբաղվեմ հենց ռեժիսուրայով։ Ռեժիսորան շատ բարդ է։ Իսկ ֆիլմեր։ Ֆիլմեր սիրում եմ, ճիշտն ասած, հիմա ինքս էլ երկրորդ մասնագիտությամբ, քանի որ լուսանկարիչ, վիդեոգրաֆ, վիդեոնկարիչ եմ, նկարում ենք ինչ-որ էպիզոդիկ բաներ, սենց հաղորդումներ եւ այլն, բայց ինձ համար թատրոնը մի տեղ է, որտեղ իհարկե Կատրինը այսօր առավոտյան նշեց այդ նախադասությունը, ինձ մոտ շատ լավ էր, որ թատրոնը այնտեղը չէ, որտեղ որ գնում ենք 2 ժամ կտրվելու աշխարհից, այլ թատրոնը այնտեղն է, որտեղ գնում ենք 2 ժամով աշխարհը բացահայտելու ու հասկանալու։ Ու իմ գործը ինքնին այդ բարդությունն ունի, որովհետև աշխատում ենք նախ եւ առաջինը մարդկանց հետ, որը շատ բարդ է, երկրորդը այդ ամեն ինչը լուծումը եւ այլն բեմադրությունը, չգիտեմ, շատ բարդ գործ եմ ընտրել, բայց միևնույն ժամանակ շատ կարեւոր ու ասենց ասեմ մեր սերունդերին փոխանցող ինչ որ իմաստ, որովհետեւ իհարկե մեր վրա է դրված մի փոքր չափով իհարկե այդ պարտականություն չասեմ, որովհետեւ շատ եմ սիրում իմ աշխատանքը, ծառայել թատրոնին, ոչ թե աշխատանք։ Իդեպ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս թատերասերներին, այսօր մարտի 27-ն է թատրոնի միջազգային տոն օրը։ Չգիտեմ, առանց թատրոն, ինձ թվում է թատրոնը ժողովուրդների մեջ խաղաղության այդ դրոշմանիշն է, իրար փոխկապակցված կառույց ձևավորելու։ Առանց թատրոնի ինձ թվում է կյանքը իմաստ չէր ունենա, որովհետև այդ կենթանությունը թատրոնի հետ կապված։ Կինոն կարող է ինչ-որ մի քանի կադր, մի քանի դուբլ, բայց թատրոնը այդ իրական հենց հիմա կատարվող գործողությունը Այո, հույզերը սկսվում եւ ավարտվում են հենց այս պահին եւ զարգացումը տեսնում է արդեն հանդիսատեսը։ Նայեք, այսպեսի բան կա, երբ որ մենք սովորում ենք ինստիտուտում, նոր սկսվում են սերիալային ինդուստրիաները, նկարահանումներ եւ մեզ արգելում էին մեր ղեկավարները, կուրս ղեկավարները արգելում էին նկարահանվել, արգելում էին հավելյալ ինչ-որ գործ բռնել, որովհետեւ պիտի ամբողջ կենտրոնացումը լիներ թատրոնին, ուսման վրա եւ հատկապես հենց թատրոնում, հա։ Հիմա ավելի շատ են այդ գայթակղությունները, հեռուստասերիալներ եւ այլն։ Ինչքանով եք կարողանում ձեզ դիմակայել, որովհետեւ այդ ուսման process-ը 4 տարիները կարծում եմ պիտի ամբողջությամբ կենտրոնացած լինի հենց թատրոնում։ Իհարկե շատ բարդ է գայթակղության ընդդիմանը, որովհետև երբ երկար ժամանակ զբաղվում ես միայն թատրոնով, հետագայում շատ բարդ է լինում ընկվել ավելի կինոյի աշխարհում, բայց իմ կուրսի ղեկավարը մեզ ոչինչ չի արգելել երբեք, չի ասել չէ, միայն մեզ խորհուրդ է տվել, որ ավելի լավ է որոշ ժամանակ դու սովորես, կրթություն ստանաս, հետո արդեն դու ինքնուրույն կորոշես որտեղ կցանկանաս լինել, եւ 3 տարի սովորելուց հետո հիմա ես նկատի ունեմ, նայելով այդքան որակյալ ֆիլմեր, որակյալ ներկայացումներ իմ կուրսկայքի հետ միասին, ես ուղղակի առայժմ ինձ դեռ չեմ պատկերացնում էլի սերիալներում, որովհետև որակապես ցածր հեռուստասերիալները ըստիս միայն չգիտեմ ես դեռ շատ պլաններ ունեմ Կատրինի հետ Կատրին ջան, դու դեռ շատ ներկայացում ես պետք է մի քիչ շատ ենք փակագծերը բացում, բայց շատ ճիշտ ու լավ պլաններ ունեմ Կատրինին թատրոնում տեսնելու։ Ահա։ Ֆիլմերում էլ բնականաբար, հեռուստասերիալներում էլ չենք բացառում ոչ մի։ Ոչինչ չենք բացառում, ուղղակի մենք այն մարդիկ ենք, ովքեր պետք է թելադրեն ճաշակ եւ որակ, ես կարծում եմ։ Եվ մենք համատեղ ուժերով պետք է կենտրոնանալ ուսման վրա։ Այո, ուսումը առաջնային է։ Թատրոնը ռենտգեն է, հա, բեմը հատկապես, երբ որ բարձրանում ես բեմ, վերջ դու ես ու հանդիսատեսը, եւ միանգամից բեմը քեզ ճակերտավոր մերկացնում է եւ ցույց է տալիս քո հոգին եւ քո գիտելիքների արդյունքը։ Սա շատ կարեւոր է, այնպես որ շատ ավելի լավ է կենտրոնանալ կրթության վրա, որովհետեւ ինչքան էլ լավ խաղաս, եթե աչքերում դատարկություն եղավ, դա միանգամից հանդիսատեսը զգում է։ Սա շատ կարեւոր է։ Ինչ նախ պլաններ ունեք, ինչ ներկայացումներ հաջորդիվ արդեն, որովհետեւ անընդհատ ուսման process-ում պրակտիկան կա եւ
հաջորդ ներկայացումների հետ կապված եթե խոսեմ, ապա կասեմ, որ մտածում եմ էլի հեղինակային ինչ-որ գործի հետ կապված, քանի որ հիմա գրում եմ ինչ-որ գործ, սիրո հետ կապված իհարկե, որովհետև իհարկե մերօրյա իրականությունը տալիս է այդ բացը, որ պետք է սիրենք իրար։ Ինչ ժանրում։ Աբսուրդ։ Չէ։ Սիրել աբսուրդ ժանրը։ Սերը բոլոր ժանրերից վեր է ինձ համար, որովհետև սերն ինքնին Աստված է ինձ համար ու այդ սերն է ինձ առաջ մղում, որպեսզի գրեմ այդ տեքստերը, բեմադրություն անեմ իհարկե ու ապրեմ իմ կյանքը։ Սիրո հետ կապված գրում եմ էլի հեղինակային գործ, քանի որ նախկինում ունեցել եմ այդպիսի բեմադրություն հենց հեղինակային գործով, ճիշտ է ռեժիսոր ենք ունեցել, Էլմիրան Սոլոյան իմ բեմադրիչն է եղել ներկայացման, այժմ այս ներկայացման երաժշտության ձևավորողն է Էլմիրան։ Ներկայացումը լինելու է դրամա, ավելի շատ ժանրային առումով, քանի որ սերը ինքնին այդ արվեստի ճյուղն է, որով պետք է լցնել մարդկանց հոգիները, սրտերը, ամեն ինչ, չգիտեմ, սերը հաղթող ուժ ունի իր մեջ։ Իրականությունից այսօր մի քիչ պակասել է սերը, բայց կարծում եմ, որ այսպիսի երիտասարդության եւ էնտուզիաստների շնորհիվ այդ ամենը կլրացի, որովհետեւ թատրոնը սիրում է էնտուզիաստներին, եթե չեղար նվիրյալ, ապա երկար չես կարող թատրոնում մնալ։ Համեր պետք է ունենանք մարդիկ, ովքեր կտան մեզ այդ սերը ու մոտիվացիա։ Այո, անպայման։ Մոտիվացիա։ Շատ լավ է։ Ես ուզում եմ նվիրել նաև Իջևանի գինուգործանի կողմից առաջարկվող Սափորը, որովհետև այսօր տոն է, միջազգային օրն է թատրոնի եւ բնականաբար կարծում եմ, որ ընկերներով հավաքվելու ու այս տոնը շատ լավ նշելու առիթ է, իսկ այս գինին թող այդ բոլոր քաղցր խոսքերը ավելացնի։ Շնորհակալ ենք շատ։ Անչափ, մենք անպայման Մեր պրեմիերայի օրը։ Այո, եւ ուզում ենք ձեզ նվիրել Տրամոնտինայի բրենդից խոհանոցային պարագա, որը ունի հատուկ ծածկույթ, որի վրա չեն հավաքվում բակտերիաները։ Կարծում եմ ինչքան որ լավ խաղում եք բեմում, այնքան լավ էլ պատրաստում եք խոհանոցում, այնպես որ սա մի քիչ կթեթևացնի եւ ինձ նվերը Սոնան ունի։ Այո, եւ Դաֆնի խանութսրահի կողմից, որը կանացի էսթետ խանութսրահ է, ձեզ զեղչի քարտամ նվիրում, վստահ եմ, այդտեղ կգտնեք շատ հետաքրքիր հագուստ, չէ, տղան։ Եվ մեկ ամսեկի շրջանակում։ իհարկե։ Հրավիրում ենք ձեզ եւս մեկ անգամ այս տոնի կապակցությամբ եւ կանաչ ճանապարհ։ Շատ Շնորհակալ կարևոր ենք շատ, կհանդիպենք։ անպայման։ Կլինիկ արջատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտ։